Տանի տեղը խնդրում եմ չզբաղացնել։ Ես շատ կարճ ուղղակի փոխարինում պարոն Սաքունցին, հետո էլի եթե նիստը շարունակվելա վերադարձնեմ պարոն Սաքունցին, ես ուզում եմ մի քանի բան ուղղակի ստեղ հստակ լինի, որ իմ կողմից միակ այսպես ասած statement of fact-ը, եթե օրինակ նայենք Սահմանադրական դատարանի 997 որոշման տեսանկյունից, ապա statement of fact-ը միակ իմ կողմից հրապարակված, դա իմ զարմանքն է, զարմանքի արտահայտումը։ Ես արտահայտել եմ իմ զարմանքը տեղի ունեցած փաստի վերաբերյալ։ Փաստը այն է, որ ինչ-որ կայք հրապարակել է ինչ-որ բան, և ես դրա հետ կապված զարմանքս եմ արտահայտել։ Եվ ես վստահ եմ, որ ես միակ մարդը չեմ, որ ներկաներից ես միակ մարդը չեմ, որ զարմանք, ոչ ասել եմ, որ դա լավ է, ոչ ասել եմ, որ դա վատ է, ոչ ասել եմ, որ պարոն Մարուքյանը լավն է, որ տենց է, ոչ ասել եմ, որ վատն է, որ տենց է, որևիցե կերպ զարմանք, ես չգիտեմ, որ պահից է զարմանքի արտահայտումը, հիմա եթե ենթադրենք թեկնածուներից մեկը ստեղ գար Էլվիս Պրեսլիի մեքենայով, ինչ ենք արտահայտելու, զարմանք, վայր Էլվիս Պրեսլիի մեքենայով եկավ, Էդու չեք նշանակելու, որ լավ է, դա վատ է, ընտրողը թող գնահատի դա լավ է թե վատ է, զարմանք ենք արտահայտում, որ մարդ եկավ Էլվիս Պրեսլի, Այսինքն ընտրողի համար է արել, որ ընտրողը որոշում կա։ Չէ, ընտրողը թող, այսինքն ձեր զարմանքը կազմի ընտրողի կարծիքին ինձ չընդհատեք։ Մի րոպե, ձեր զարմանքը կազմի Պարոն Մարուքյան, համենայն հարգանքով։ Ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյան, ես շարունակեմ, չէ, ընտրողը գնահատել ես նկատի ունի Էլվիս Պրեսլիի մեքենայի մաս կոնտեքստում, ուրեմն, ինչ վերաբերվում է, նորից, ես արտահայտել եմ զարմանքը տեղի ունեցած փաստի վերաբերյալ, արդյոք փաստը, որը ես վկայակոչել եմ, ճիշտ է թե սուտ է, իմ վկայակոչած փաստը հետևյալն է, որ այսինչ կայքը հրապարակել է այսինչ բանը։ Եվ որևիցե մեկը այդ թվում դիումատուն չեմ պնդում, որ այդ ինչ կայքը, այդ ինչ բանը չի հրապարակել։ Ես ընդհանրապես ասում եմ, զարմանք եմ ապրում, որ դա այդպիսի բան է հրապարակվել։ Եվ մի քանի բան էլ այստեղ հրապարակվել, դիումատուն ասեց, որ ես լայվ եմ մտել, դա սուտ է իրականությանը չի համապատասխանում։ Չասել եք լայվ։ Ասեք, որ այդ թեմայի վերաբերյալ ռիլ չի եղել, ընդհանրապես եղել է ռիլ ուրիշ թեմայի վերաբերյալ, որտեղ շատ կարճ հիշատակում է եղել սրան։ Ես բացի այդ դիումատն ասում եմ, որ ես պետքա ինձ առաջարկել է հերքել։ Ինչը հերքել, իմ զարմանքը, հերքեմ ասեմ կներեք, ես զարմանք եմ ապրում, որ ես ինչ կայքը գրել է, որ Էդմոն Մարուքյանը լոմ այն ինչ լիդեր общественного мнения, հերքեմ իմ զարմանքը, դա պիտի անեի։ Ոնց կարամ ես հերքեմ իմ զարմանքը, կարամ դա ֆիզիկապես ոնց է հնարավոր հերքել զարմանքը, էլի։ Կներեք, իրոք չեմ պատկերացնում այդ պահը։ Պարոն Հովհաննիսյան, կներեք, էլի կարճ մի հատ հաստամ, դուք այդ տեսել եք, դուք ձեր հեռախոսով, ձեր այդ ռիլա, լայվա, ինչա, չգիտեմ, այդ էֆիրը տեսել եք, դուք նայել եք հետո ձեզ։ Ճիշտ սովորություն չունեմ։ Սովորություն չունեք, լավ։ Այսինքն դուք կարծում եք, որ դուք զարմանք եք արտահայտել, բայց ես նայել եմ, զարմանք չկար։ Կարեմ ես կարծիք ունենամ, որ չեմ նկատել ձեր զարմանքը, ես զարմացել եմ ձեր խոսույթի վրա, ոչ թե ձեր զարմանքն եմ նկատել։ Շատ լավ, դուք էլ կարող եք ունենալ ձեր էմոցիաները և ձեր բաները, բայց փաստը հետևյալն է, ես արտահայտել եմ տառացի, արտահայտել եմ իմ զարմանքը։ Ես չեմ ասել, որ դա լավ է, ես չեմ ասել, որ դա վատ է, ես նման բան չեմ ասել, և բնականաբար չեմ ասել գիտակցված։ Բնականաբար գիտակցված չեմ ասել, դա լավ է, դա վատ է, որովհետև այո դիտորդ եմ և սահմանափակված եմ, և գիտակցված չեմ ասել, դա լավ է, դա վատ է, հարգելի հայրենակիցներ, լավ է, որ սենց է, հարգելի հայրենակիցներ, վատ է, որ նենց է, նման խոսույթ չկա, քարոզչություն չկա, եկեք հստակեցնենք, որ քարոզչության և հակաքարոզչության արանքում կա չեզոքություն։ Այսինքն մի բան, որը ոչ քարոզչություն է, ոչ հակաքարոզչություն է, ինքը կոնտինյուումի չեզոք հատվածում է։
Հիմա նման զարմանքի արտահայտումը ոչ քարոզչություն է, ոչ հակաքարոզչություն է։ Ես նորից ես չեմ կարող պարոն Հովակիմյան, որից է պարագայում, ես չեմ կարող հերքել, որ ես զարմանք եմ ապրում։ Անեսյան, քանի որ օգտվելով առիթից, որ ըստ էության այս ամբողջ վարույթի ասած առիթը ձեր հրապարակումն քանի որ պարոն Սարգսյաններ ներկայացնում ես այդ հնարավորությունը չունեի, ես իհարկե ընդհանուր դիտորդության վերաբերյալ այդ հարցը տվեցի, որտեղ Տիկին Հովհաննիսյանը այդ հարցը օրինակ դուք ինչ եք կարծում, երբ որ այն պայծ, երբ որ դուք որպես անհատ դիտորդ ստանձնում եք դիտորդությունը, խոսքի ազատության սահմանափակման պիտի ենթարկվեք, թե ոչ։ Պարոն Հովակիմյան, իմ հրապարակային խոսքը դիտորդ որպես հավատարմագրվելուց հետո էապես փոխվել է, շնորհակալություն։ Իսկ ընդունում եք, որ պիտի սահմանափակի ձեր խոսքը։ Ներողություն, դա ընտրական օրենսգրքում գրված է, իմ ընդունել չընդունելի չկա բան։ Համեցեք պարոն Սմբատյան։ Մի հարց էլ ես ունեի պարոն Հովհաննիսյանին, բայց գնաց։ Չէ, պարոն Սարգսյանը չի թույլ տալիս։ Ես ուզում եի նույն հարցին դուք էլ պատասխանեք, հարցի նախաբանը լսել եք, ես կարող եմ իմացնել հարցը։ Ձեր որպես դիտորդ կարծիքը։ Ես կարող եմ օրինակ վաղ առավոտյան Facebook-ում տեսնել ինչ-որ post, որը վերաբերվում է կոնկրետ քաղաքական ուժի կամ անձանց եւ կիսել ու ինձ զարմանք արտահայտել։ Ըստ ձեզ, դուք որպես դիտորդ ինչ կնայեք։ Ընտրական հանձնաժողովի անդամների ներկայացող չափանիշները, դիտորդների չափանիշները, թե բոլոր գրված, թե չգրված ստանդարտներով տարբեր են, բայց ես ուզում եմ ես համաձայն եմ պարոն Հովակիմյանի հետ, որ նաև այս քննարկումը որոշակի առումով ստանդարտների զարգացման քննարկում է։ Հիմա եթե վաղը տեխնացուներից ինչ որ մեկը, չգիտեմ, ինֆարկտ ստանա հիվանդանոց եմ, ես իրան առողջություն մաղթեմ հրապարակային։ Այդ տեխնացուի օգտին աջակցությունը, հակաքարոզչությունը ամբողջությամբ լուրջ եմ տալիս։ Չէ, հույսով եմ, որ ոչ մի տեխնացուի ինֆարկտ չի ստանա, բայց այդ հստակեցման մասով իմ ասած ամբողջությամբ լուրջ է, ոչ իռոնիա, ոչ բան կա։ Այս բանը պետք է հասկանալ, էլի, որտեղ անցում սահմանը, որովհետև ներողություն, եթե զարմանքի արտահայտումը օրինակ սահմանային իրավիճակ է, ապա նույնիսկ սահմանային իրավիճակը առողջության մաղթելը Հիմա կներեք, էլի հազար ներողություն, եթե պարոն Մարուկյան հիմա փռշտ ես կարամ իրան առողջ, դուք կարաք իրան առողջություն մաղթել, թե չեք կարող։ Մի հատ հասկանանք, էլի մի քիչ շատ բանի տեղեր չտանենք։ Շնորհակալություն։ Կներեք պարոն Հովակիմյան, արձագանք եմ, ես որ ձևակերպեցի խնդիրը, մենք պետք է հասկանանք, այսինքն այստեղ դիլեման, ոչ թե դիլեման, բովանդակային բանն է, քարոզչություն ասվածը որն է, որ խոսքը պետք է։ Ես մեր դիրքորոշման մեջ հստակ եմ արձանագրել, օգտին կամ դեմ գործողությունը կամ կոչը կամ մասնակցելը մեր ընկալման պետք է քարոզչություն կամ հակաքարոզչություն ասվածը։ Ցանկացած ազգի սահմանում է ինչա քարոզությունը ստերության ցանկացած գործողություն այնքան լայն է, որ միտված է ընտրողի կամքի վրա ազդելու, նկատի ունեմ ընտրողի մոտ որոշակի կարծիք ձևավորելու, ցանկացած գործողություն, որ միտված է կարծիք ձևավորելու ըստ էության քարոզությունը։ Ունենք այդ չափանիշը, թե Իոնիսյանի զարմանքի արտահայտությունը ընտրողի կամքի վրա կամ կարծիքի վրա ունի այդպիսի ազդեցություն։ Այս վարույթի ըստ էության այս վարույթի գերագույն նպատակը նաև այդ եւ մնացած հարցերի պատասխան տա, որը որ ես որպես նախագահ հույսում եմ, որ նաև ապագային կկանխորոշի, որպեսզի հաջորդ անգամ մենք այս քննարկումը չունենանք, որովհետև մենք նախկինում ունեինք քննարկում արդյոք դիտորդը պիտի քաղաքական դիրքորոշում արտահայտի, չարտահայտի։ Վերջը եկանք հանգեցինք նա, որ ընդհանրապես դիտորդը պիտի քաղաքական որևէ դիրքորոշում չարտահայտի, եւ դա ի վերջո ընտրական օրենսգրքում տեղ գտավ նաև ավելի հստակ ձևակերպումներով, նաև ձեր ջանքերով, որովհետև այդ գործընթացին դուք, պարոն Իոնիսյանը, շատ լուրջ
դուք ինքներդ այդ որպեսզի այդ ձևակերպումները ընտրական օրենսգիրք մտեն, դուք շատ լուրջ դերակատարություն եք ունեցել դրանում։ Եվ ես դա ընդունում եմ, եւ հիմի շատ այսպես ասած շատ բանա, որ այսպես ասել, ոնց որ այն քննարկումը, որ պիտի շարունակի հարց հետա, ձեր հետա, ոնց որ ձեր դիտորդական առաքելության հետ կապված։ Ես չեմ ակնկալում այս դեպքում արձագանք, հարգելի հարցը լիովին լեգիտիմ այն իմաստով, որ քննարկման առարկա է դարձնում այդ պարզաբանման տեսակետից, թե ինչ բովանդակություն ունի այդ քարոզչություն ասածը մեր կոնտեքստում նաև, ասենք դա պետք է համարել քարոզչություն կամ հակաքարոզչություն, խնդիրը սա է, այսինքն ոչ թե նորմի հետ կապված խնդիր ունենք, որ արդարացիորեն նշում եք փոփոխություն արձանագրվել, այլ այդ նորմը տվյալ դեպքում կիրառելի է, թե չէ, որտեղ խոսքը պարզ ասում է զարմանք, տեղեկություն է տարածում, զարմանք, ու դա արդյոք պետք է համարել քարոզչություն թե կամ հակաքարոզչություն, սա շատ լուրջ հարց է, որը պետք է քննարկման հարց դառնա։ Տիկին Մարկոսյան հարց ունեք։ Հարցս ուղղված է պարոն Սաքունցին, գործընկերներս իրենց խոսքում անընդհատ հիշեցնում են դիտորդի չեզոքության եւ անկողմնակալության մասին։ Դուք ձեր խոսքում ասում եք, որ կարող եք ինչ-որ մեկի սուտ տեղեկատվությամբ կիսվել, պարոն Յովհաննիսյանը ասում է, որ կարող է ինչ-որ մեկի նյութը զարմանքով իր էջում կիսել։ Կներեք, անկողմնակալությունը ու չեզոքությունը որտեղ է դրսևորվելու ձեր վարքագծի մեջ։ Ուղղակի կոչ կամ ասին ուղղակի կոչ, ուղղակի խոսք, ուղղակի գործողություն ու ուղղված կամ դեմ որևէ կուսակցության կամ տեխնացուի դեմ։ Երբ որ ես ասում եմ, այ սա այս տեխնացուն կամ այս կուսակցությունը վատն է, այս կուսակցությունը կամ այս տեխնացուն լավն է, այ ուղղակի դա։ Ինչ երկու բառ, նաև դրա հետ կապված ձևակերպում ստեղծագործական մի ոչ բանաստեղծություն կարող է գրվի, բանաստեղծությունն էլ որ բանան թիրախավորում է, դա էլ կարող լինի։ Կարող նկարը լինի, եւ որ նկարում ասենք թե ծաղրանկար է տալիս, ասենք թե որտեղ գովաբանում ես կամ թակարակը թե գնահատում ես որից է տեխնացուին կամ բանին, բայց մնացած դեպքերում, երբ որ տեղեկությունը ընդհանրապես վերարտադրում ես, հիմա տեսեք ֆրանսիական Le Monde թերթում ինչ-որ տեղեկություն է գնացում, բանը տարածվում հետաքննություն Հայաստանում ընտրությունների հետ կապված։ Բացահայտում են այնպիսի հնարավոր ռիսկերը, ու ոչ մեկը հասանելիություն չունի այդ տեղեկությանը։ Հայդեպիս ուզում եմ հայտնել, որ մենք այս հրապարակումների հետ կապված The Insider, ուրեմն դոսիե եւ այդ կավկասյան բանը ոչի հետ կապված մենք հաղորդում ուղարկել ենք գլխավոր դատախազությանը ստուգելու համար։ Սա որ իմանաք, որ խնդիրը իրապես ավելի շատ լուրջ ենք վերաբերելու, քան թե զուտ միայն այդպես բան, որտեղ մենք չենք։ Մի որ դա հրապարակենք, բան, ասենք ասեիք, որ այս տեղեկություն եղել է հրապարակում, դիմել եք դատախազություն, հաստատ պարոն Մարուկյան չէր բողոքել։ Մենք հասկանում ենք, բայց հիմա դուք այս բաների մեջ մեր հաղորդումների մեջ կա, այսինքն մենք դիմել ենք ոչ թե մենք ենք ստուգող, այլ որ ասում եք պարոն Մարուկյան ադրբեջանականը թե ինչա, դες պետական մարմինները պետք է ստուգեն բացահայտելու համար այդ աղբյուրները, ասենց ասեմ, բայց բանի տեսակետից, եթե քիչ առաջ իմ ասած, ասենք թե ինչ-որ ֆրանսիական մամուլում հրապարակված, ես ինչ անում եմ, տեղեկություն չհրապարակեմ, ասեմ թե գիտեք ոնց հանկարծ միսկը, բայց դա ուղղված է ամբողջ ընտրական համակարգի դեմ։ Ձեր սրտին մոտ ու ձեր ճաշակով տեղեկություն։ Որոշումով մենք այդ հրապարակել չհրապարակելու պատասխանը կտանք։ Պարոն Կարապետյան։ Ես ուզում եմ անդրադառնալ Դանիել Յովհաննիսյանի ելույթի մի հատվածին, չեմ ուզում ամբողջը մեջ բերեմ, եթե դա զարմանք է, ասում եմ, ենթադրում եմ պարոն Մարուկյանի ասածին է անդրադառնում, ասում են դա սունկ լրատվական կամ կայք է, չգիտեմ։ Իսկ ով է ասում, որ դա պետք է լինի բացառապես, այսինքն ինքը ոչ թե զարմանք է արտահայտում նյութից, ով ասել, որ այդ պիտի հավաստի աղբյուրից լիներ միայն։ Նորմալ է, որ տենց է։ Այս գնահատական չի, երկրորդ հարցը։ Դուք ասում եք, կարող եմ այդ տեսանյութը դες դուք չեք տեսել, ասեցիք, որ չեք տեսել, ցույց կտամ ես, հա։ Հաջորդ ասում եք խոսում եք
դուք խոսում եք այդ լայվում ինչ որ բանի մասին, ասում եք սունկ լրատվականա թե կայքա, այդ չեմ հիշում, եւ ասում եք, բայց ով է ասում, որ պետքա լինի բացառապես, չգիտեմ, ենթադրենք բան, հավաստի աղբյուր։ Գնահատական է դա։ Իմ բարերումի փոխեք եւ դա լրիվ ուրիշ կոնտեքստում, լրիվ ուրիշ բանի մասին է։ Եթե կոնտեքստի մասին է, դուք տեսեք, ասում եք զարմանք ա եղել։ Չէ, դուք այդ ձեր լայվով ոնց որ լայվ էր դա։ Ոնց որ թե։ Լայվ չէ, հա, ամեն դեպքում։ Այդպիսի բան եք ասում եւ երկրորդը, նոր կա այստեղ բան ասում, դուք ասացիք, որ ֆրանսիական որևէ լրատվականով, լմոնդով չգիտեմ, ինչ որ բան է, տեղեկություն է եւ հասարակության լայն շերտերի Լմոնդը վճարովի է։ Ամեն դեպքում ասացիք հասարակության լայն շերտերին դա հասանելի չի։ Դիտորդն է այն ուղղակը, որ պիտի հասանելի դարձնի այդ տեղեկատվությունը կամ առասարակ որևէ տեղեկատվություն, որը վերաբերում է քաղաքական ուժերին, չգիտեմ, կամ Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին, ի վերջո դիտորդի անկախությունը այս համատեքստում խնդրում եմ ասեք, էլ ոնց որ դուք ստանձնել եք այդ հասանելի դարձնելու ավելի վատ, որովհետև եթե որևէ մեկը թիրախավորվում է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, եւ դուք նպաստում եք, որ դա տարածվի, դուք նպաստում եք քարոզչությանը կամ հակաքարոզչությանը, ներգրավվում եք դրա մեջ։ Պարոն Կարապետյան, հենց քիչ առաջ կարող եք ձայնագրությունը հետ պատտել եւ վերարտադրել, թե ինչ եմ ասել։ Արժան։ Պարոն Հովակիմյան, ես շատ եմ կարևորում կոնտեքստը ամեն ինչի էլի։ Ցես չի լինի, որովհետև սա ուղղակի բան է սա։ Ուրեմն տեսեք ինչ է տեղ ունեցել։ Պարոն Յոնիսյանը իր մի քանի տեսակի ռիլերում եւ տարբեր գրառումներում տեսանյութ է եղել, այնտեղ եղել է համեկի լուսաբանումը բան, կոնտեքստ կա։ Կոնտեքստը հետեւյալն է, որ Հայաստանում կա պլան հեղաշրջման, բացահայտվել է հեղաշրջման պլան, որի մեջ կոնկրետ ուժի վերաբերյալ ինֆորմացիա կա, որ չգիտեմ քանի 100 միլիոն դրամ փողի վերաբերյալ, ինչ որ ուժի մասին ինֆորմացիա կա, որ այս ուժը ինչ որ Մոսկվայից PR-ան, չգիտեմ, ինչ որ իդ իրանք արդեն բան են եկել, հայտարարի են եկել եւ խնդիր չունեն, բան, ու այդ կոնտեքստի մեջ մի հատ առանձին հետո գրառում անում, բայց դա չէ, իր հետևորդները հետևում են։ Եվ այդ գրառման մեջ անդրադառնում է ինձ, ով այդ ոչ մի պլանի մեջ չկա։ Սկսենք այդտեղից, այսինքն անգամ այդ կեղծուն կայքի ոչ մի պլանի մեջ ես չկամ, բայց անդրադառնում է ինձ։ Հիմա եկել աստեղ, ասում ես ասել եմ լիդեր общественного мнения, ինչ կա դրա մեջ։ Ինքը չի ասել լիդեր общественного мнения։ Ինքը նպատակային դրա հապավումն է գրել։ Այսինքն ինքը նաև իր այդ կարճ ռիլում է արել։ Ես ասում եմ կոնկրետ դիտավորություն կա։ Հիմա ասենք մի ժամ քննարկում ենք, ինչ է նշանակում հակաքարոզչություն կամ քարոզչություն։ Դեպ ընտրական լեզվի շատ հստակ տալիս, ասում է նախընտրական քարոզչությունը սահմանվում է հետևյալ կերպ։ Նախընտրական քարոզչությունը համարում ցանկացած գործունեություն, որը նպատակ ունի համոզել ու ընտրողին քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի տեխնացուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին։ Ես գնահատում եմ ձեր արածը գործողություն, որը ընտրողին ասում է մի քվեարկի իր օգտին։ Ու դա սուբյեկտիվ գնահատական չի։ Դա սուբյեկտիվ գնահատական չի։ Դա օբյեկտիվ գնահատական է։ Եվ մյուսը աղբյուրի հետ կապված։ Ես ուղղակի այստեղ խնդիր եմ տեսնում, որովհետև էլի նորից շարունակվում է խախտման մասին խոսակցություն է գնում, ասում գլխավոր դատախազություն ենք դիմել, չգիտեմ ես ենք արեն ենք։ Այ մարդիկ կարող մտածեն, ասեն մեր վերաբերյալ գլխավոր դատախազություն դիմում են տվել։ Չկա ոչ մի նման բան։ Չկա մեր վերաբերյալ իրանք ոչ մի դիմում, ոչ մի պետական մարմին չեն տվել։ Մեր վերաբերյալ չի ասում, պարոն Արաքյան, այդ հրապարակման չէ, Ծրագրման մասին է, պարոն Արաքյան, ոչ թե ձեր։ Պարոն Սաքուս, ես արդեն շտկեց պարոն Հովակիմյան, բայց հիմա ուրիշ հարց առաջանում պարոն Հովակիմյան։ Հարցը հետևյալն է։ Մարդիկ տեղեկություն են տարածել, որպես դիտորդ բազմապատկել են այս տեղեկությունը, ու նոր դիմել են գլխավոր դատախազություն, ասում են գլխավոր դատախազություն ճանաչած նայեք, սա Ադրբեջանը չի արել։ Այդ ընթացքում ինչքան մարդ է վնաս կրել։ Ընտրական քարոզչական փուլը սահմանափակ է։ Մենք որ դատի տանք 5 տարուց դատանը պարտավորեցին իրանք ներողություն խնդրեն, բան մեր ինչին է պետք։ Էլ ինչ։
ընտրությունը վերջացավ գնաց։ Այսինքն մարդիկ կոնկրետ գործողություն ունեն, որ վնաս հասցնեն կոնկրետ քաղաքական ուժին, post factum բանը, դե գլխավորատվությունը թող parzi, այնտեղ բան կա, ադրբեջանական չի, մենք համագործակցում ենք, չի դեմ, ինչ քննարկում է։ Մենք ակնկալում ենք, որ մեր վերաբերյալ այս տարածված տեղեկությանը հակառակ ուղերձ տրվի հանրությանը, այդ ուղերձը պետք է լինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի սանկցիայով, որովհետև այն միջոցները, որ ես ձեռնարկել եմ, որ դա տեղի ունենա, այդ միջոցները սպառված են եւ տեղի չունեցել։ Շնորհակալություն, մի հաշվառանը, որ այստեղ պարոն Մարուկյան, ոնց որ դուք ակտիվ քարոզչության փուլում եք, վաղը առավոտյան 11-ին ձեզ հարմար է, որպեսզի մենք, եւ որտեւ ես այս ամեն ինչի պիտի բերեմ նախագիծ պատասխան, ես ըստ էության իմ ասենք այս քննարկման արդյունքում նաեւ ձևավորում եմ, թե ես ինչ եմ առաջարկելու իմ գործընկերներին եւ ինձ դրա համար ժամանակ է պետք եւ առաջարկում եմ վաղը առավոտյան 11-ին արդեն որպեսզի նիստը շարունակենք, այսինքն ըստ էության նախագիծ է։ Համաձայն եմ, պարոն Հակոբյան։ Պարոն Սարգսյան։ Նիստը հետաձգվում է, շարունակենք վաղը առավոտյան ժամը 11-ին։